Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ արդեն երկրորդ տարին է Պրիմավերա հայկական հիմնադրամը Առնո Բաբաջանյան համերգասրահի աջակցությամբ կազմակերպում է կամերային երաժշտության դպրոց։ Այս տարի դպրոցում ներգրաված են նաեւ արտասահմանցի երաժիշտներ։ Բոլոր հայ մասնակիցների համար դասընթացները կլինեն անվճար։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Primavera Foundation of Armenia հիմնադրամի նախագծերի պրոդյուսեր Աննա Պրոնիչևան եւ Primavera Foundation of Armenia հիմնադրամի զարգացման ծրագրերի մենեջեր Միլենա Մանուկյան, ով նաև մեզ կօգնի հաղորդակցվել մեր հյուրի հետ, քանի որ մեր հյուրը խոսել է ռուսերեն։ Բարի առավոտ, Добрый Բարի Լավ։ Մի փոքր խոսենք ծրագրից, պիտի խնդրեմ ներկայացնենք։ Իհարկե։ Ծրագիրը իրենից ներկայացնում է կամերային երաժշտության դպրոց 4 օրերի ընթացքում մեր մասնակիցները, այս տարի ունենք 14 մասնակից եւ համապատասխանաբար 8 անսամբլներ, ինտենսիվ դասընթացներ են անցկացնում Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Կրասոցինայի հետ իր գլխավորությամբ ու գալա համերգին 5-րդ օրը, որը իդեպ վաղն է, կլինի արդեն համերգը իրենց այս 4 օրերի ընթացքում այն ծրագիրը, որոնք նրանք մշակել են, որոնց վրա աշխատել են, կներկայացնեն հենց վաղը համերգի ժամանակ։ Քանի որ արդեն երկրորդ տարին է իրականացվում, փորձի մասին կուզեմ պատմեք նախորդ տարին ինչպես է անցել եւ ինչ հետադարձ կապեր եք ստացել։ Նախորդ տարի էլի շատ լավ անցավ դպրոցը, շատ գոհ էին աշակերտները, երաժիշտները, ովքեր մասնակցեցին դպրոցին, մի քանի աշակերտներից նաև վերցրել ենք ֆիդբեք, հետադարձ կապ ու իրենք շատ գոհ էին հենց դասընթացավարի մեթոդաբանությունից, իր մոտեցումից երաժիշտների նկատմամբ։ Դրա համար այս տարի նորից կրկնվում է դպրոցը ու այսուհետ кլինի շարունակական։ Анна, Primavera Foundation of Armenia, пожалуйста, расскажите историю проекта. Почему в Армении, почему здесь? Это все связано с командой фонда и с Еленой, которая проживала тут 12 лет, и у нее много знакомых, много людей, которые связаны и теперь помогают и с фондом. Вот. И фонд уже существует 3 года, и имеем такую небольшую историю. Այո, հենց թիմի հետ է կապված ֆոնդի, որովհետև մենք առաջինը մեր գործունեությունը ծավալում ենք Հայաստանում եւ Ելենան, գործադիր տնօրենը եւ համահիմնադիրներից մեկը, արդեն 12 տարի է աշխատում է եւ մեծամասամբ ապրում է Հայաստանում, դրա համար մեծ ծանոթություններ ու ունենք շատ գործընկերներ, ովքեր մեզ օգնում են հենց այդ ծրագրերի հարցում, արդեն 3-րդ տարին է, որ գործում ենք։ Уже 3-й год, и ваши впечатления, пожалуйста. Если честно, я никогда до этого не работала в фонде. Я работала с классической музыкой, с образованием, и тут получилось так, что все это соединилось вместе. Вот, и мне кажется, камерная школа — это как раз такой бриллиант, который нам удалось сделать. Получилась очень интересная и творческая школа. Ирина Красотина отобрала из 14 участников 8 ансамблей. У нас из инструментов скрипка, виолончель, кларнет, флейта, классическая гитара, фортепиано. Ирина Красотина считает, что за школу ребята очень постарались, каждый отличился мастерством, талантом. Но самое главное, ребята научились слушать, чувствовать и творить музыку вместе. Աննան Հայաստանում սկսել է աշխատել, որով մեր ֆոնդում, նախ առաջին անգամ է սկսել աշխատել ֆոնդում, երկրորդ նաև մինչ այդ աշխատել է դասական երաժշտության հետ եւ ուսումնական ծրագրերի, իսկ մեր ֆոնդը դրանք համախմբում է ու կամերային երաժշտության դպրոցը հենց այն ադամանդն է, որ մենք կարողացել ենք ստեղծել, այս տարի աշակերտները հանդես կգան ինչպես ջութակով, այնպես էլ դասական կիթառով, թավջութակով եւ այլ գործիքներով Իրինա Կրասոցինան արդեն կիսվել է իր կարծիքով ու ասում է, որ տաղանդները շատ են ու շատ լավ աշակերտներ են ընտրված։ Իսկ ընդունելությունը ինչպես է կատարվում, որովհետեւ առանձնահատուկ նշված է, որ հայ երեխաների համար անվճար է ուսուցումը։
Մենք բացում ենք application-ները, դիմումների հայտը, ու այդ մասին հայտնում ենք իհարկե մեր սոցիալական մեդիայում, ինչպես նաև վեբկայքում։ Դիմում են բոլորը, ինչպես նշեցիք դուք արդեն, հայ երաժիշտների համար դպրոցը լրիվ անվճար է։ Այս տարի նաև արտասահմանից են դիմել, այդպես է ստացվել, հենց Իրինա Կրասոտինայի հետ աշխատելու համար, որովհետև լսել են նրա մեթոդաբանության մասին։ Եվ դրա արդյունքում արդեն երբ դիմումները փակվում են, հենց մենք եւ Իրինա Կրասոտինան անցնում ենք դիմորդների ցուցակով, ընտրում ենք բոլորին ու փորձում ենք դրանցից համախմբել տարբեր անսամբլեր։ Տարիքային սահմանափակում կա։ Да, есть. У нас есть ведь возрастное. Да, но в этом году мы увеличили рамку, и теперь у нас гораздо больше возрастная рамка. Самый молодой участник самый. У нас примерно все в 16-15 лет, самый молодой, по-моему, 14. Молодой гений, да? А самый старший? 27. Այսինքն սկսում ենք մոտավորապես 15-16-ից, այս տարի ամենաերիտասարդը 14 է, իսկ ամենամեծը 27։ Պրոյեկտը ավարտվում է, հետո ինչպես ենք մենք պահում այդ ամբողջ կապը, մասնակիցների հետ ունենք այդ կապի շարունակությունը, թե ավարտվեց պրոյեկտը, շնորհակալություն, հաջողություն։ Իհարկե ոչ։ Շատ լավ հարց էր, որովհետև բոլոր այն մասնակիցները, ովքեր պարբերաբար մասնակցում են մեր մաստեր կլասներին, ովքեր գալիս են դասընթացներին, մենք իրենցից ընտրում ենք տաղանդավորներին, իրենք հետագայում շարունակում են մեզ հետ աշխատանքը, օրինակ կամերային երաժշտության դպրոցից արդեն երբ վաղը կլինի համերգը ու մասնակիցները հանդես կգան, կընտրվեն մի քանիսը, ովքեր կմասնակցեն հուլիսի 10-ին մեր այլ միջոցառմանը, նորից հանդես գալով իրենց ստեղծագործություններով։ Եվ երեխաների մեջ կապն էլ, որովհետև արտասահմանից կան երաժիշտներ եւ կան հայ։ Ինչպես է այդ կոմունիկացիան ստացվում, ինչպես են ինտեգրվում, ընկերանում են արդյոք թե ոչ։ Ընկերանում են, շատ լավ են ընկերանում, օրինակ մասնակիցներից մեկը ռուս է, ով արդեն մի քանի տարի է ապրում է Հայաստանում, ու ինքը ընկերացել է մեր ծրագրերից դուրս, դեռ ավելի շուտ ընկերացել է հայ երաժիշտներից մեկի հետ ու միասին կազմել են անսամբլ ու եկել են մասնակցելու կամերային երաժշտության դպրոցին։ Սա ամենավառ օրինակներից մեկն է։ Իսկ սահմանները արդյոք դուրս է գալիս Հայաստանից մասնակիցների հետագայու անելիքների կամ հենց փառատոնի սահմանները կարող է դուրս գալ նաև Հայաստանից եւ, չգիտեմ, մեր մասնակիցների մասին արդեն իմանան նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Իհարկե ծրագիրը կլինի միշտ Հայաստանում, որովհետև սա Երևանի կամերային երաժշտության դպրոցն է ու մենք դրանով ուզում ենք ուշադրություն գրավել հենց Երևանի ու Հայաստանի վրա, բայց մեր երաժիշտների մասին բնականաբար արտասահմանում լսում են ու մենք ունենք մասնակիցներ, ովքեր արդեն մի քանի անգամ մաստեր կլասների ու դասընթացների մեզ մոտ մասնակցել են ու օրինակ նոյեմբերին գնացել էին Դուբայ ու այնտեղ ելույթ են ունեցել։ Анна, какие ожидания? От школы? Да, от всего проекта. Слушайте, это уже второй год, и в этом году впервые у нас заявки из-за границы. И эти музыканты хотели попасть именно к Ирине, потому что Ирина — это личность, ее подход уникален. У нее удивительное чувство вкуса, профессионализм и отличное чувство юмора. И она умеет слушать музыкантов, и всем ребятам очень нравится процесс и мастер-классы, и все уже второй год возвращаются, так что мы ждем камерную школу в следующем году. Я была на самих мастер-классах, я приходила, слушала, наблюдала, как проходит процесс, и могу вам сказать, что программа вечера обещает быть просто прекрасной. Сам концерт будет 9 мая в Арно Бабаджаняна. Прозвучат произведения Моцарта, Мендельсона, Грига, также армянских композиторов Арама Хачатуряна и Карена Хачатуряна. Вот, так что приходите.
Будем рады видеть. Спасибо. Աննան ինքը արդեն գնացել է դասընթացներին ու լսել է ինչպես են երաժիշտները նվագում։ Սպասումները շատ մեծ են, որովհետև Իրինա Կրասոտինյան հենց ինքը շատ մեծ անձնավորություն է ու ամեն մասնակցի անհատական մոտեցում է ցուցաբերում։ Պրոգրաման ծրագիրը կլինի շատ հագեցած ու անընդհատ փոփոխական, համերգը կլինի վաղը մայիսի 9-ին երեկոյան ժամը 7-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, մուտքը ազատ է ու անվճար, դրա համար մենք սպասում ենք բոլորին եւ շատ հետաքրքիր է լինելու, որովհետեւ կհնչեն ինչպես Մոցարտի գործերը, այնպես էլ Մենդելսոնի, այլ համաշխարհային կոմպոզիտորների եւ հայ կոմպոզիտորներից Արամ Խաչատուրյանի եւ Կարեն Խաչատուրյանի գործերը։ А у вас есть любимый композитор? У меня лично? Да. Шостакович любимый. У меня Рахманинов. Хорошо, продюсировать такой проект приятно или есть очень много сложностей? Я продюсирую концерт уже давно. И образовательная история, она немного другая, нужно очень много учитывать разных моментов, но на самом деле это большое удовольствие. И общаться и с командой, и с участниками, и с работниками зала. И мне очень нравится. Хорошо. Узнать здесь Саргон Спитак Чоргинин, Белое сухое вино от Гиванского винного завода. И я думаю, что это будет хорошее хороший вкус проекта. Эмпեսо Садзես։ Շատ շնորհակալություն։ Մերսի շատ։ Я возьмем здесь մաղթել հաջողություններ եւ համոզված եմ որ հենց այդպես է լինելու։ Удачи вам в проекте. Я думаю, что уже фидбэк будет очень хорошим и приятным. Մենք էլ ենք համոզված։ Շնորհակալություն շատ։ Կլինի կարճատև դադար մեր եթերում, բայց հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։